Պարոն Համբարձումյան, դուք հիմա այստեղ որպես վարչապետի թեկնածու եք ներկայանում, թե որպես քաղաքացի կամ համայնքապետ։ Եվ էլ նաև են։ Բայց ձեր վարչապետի թեկնածու լինելու փաստը բացի այն, որ ուղղակի հայտարարվեց այսպես բանավոր կերպով, կարելի ասել օդում, ուրիշ ձևով միսու այրուն չի ստացել։ Կա կոնսոլիդացիա ձեր շուրջ եւ ինչ-որ քաղաքական դաշտեր ընդունում են, որ դուք իրենց վարչապետի թեկնածուն եք ընդդիմության։ Տեսեք, ես իհարկե չհասցրեցի ելույթներին հետևել, բայց ինչքան որ հասկացա, նաև մյուս ընդդիմադիր խմբակցությունն է հայտարարել, որ իրենց ստորագրություններով միանում են իմպիչմենտի գործընթացին։ Հետևաբար, չէ, այսօրվա միանում են։ Դրանք տարբեր բաներ են։ Եվ դա նշանակում է, որ ինչպես դուք ասացիք, այո, կամաց միսու արյունը ստանում։ Իսկ ինչ եք կարծում, կհաջողվի բավարար չափով ստորագրություններ ձայներ հավաքել, էլ չեմ ասում դրանից հետո էլ ավելի շատ ձայն է պետք գալու, որ քվեարկի խորհրդարանը եւ ձեզ օրինակ ընտրի վարչապետ։ Եթե իմ կարծելու մասին եք ասում, այո, կարծում եմ, որ կհաջողվի։ Ինչպես։ Դե հիմա դրա մասին պետք չի խոսել։ Ես էլ այդ ալիչումներ Մինչև էս, երբ որ հարցնում էին, ինչ էի ասում, այսօր էլ եմ խոսել, որ պիտի սկզբից ընդդիմադիր ուժերը միավորվեն։ Դրանից հետո նոր խոսենք իշխանական ինչ-որ падգամավորների հետ աշխատանք տանելու մասին։ Այս բան հող տեսնում եք նախադրյալներ, որ որևէ այ որ հող չտեսնեինք, ես այս process-ի մեջ չէի լինի, կարճ փագեմ այս թեման։ Չէ, որ գոնե մի քպական, գոնե մի ոտու ձեռով կմիանա, ամբողջությամբ չէ։ Ուղիղ եմ քեզ ասում, այո, տեսնում։ Ոնց օրինակ։ Դե հիմա դրա մասին չի խոսեմ։ Չէ, բայց ուղղակի պետք է մարդիկ ուզում են ռեալ տեսնեն, հասկանան։ Դե մարդիկ ռեալ տեսնելու են։ Այ ջան։ Մաշինյանի պաշտամունքը թողնի գազերով։ Չէ, ես մի անգամ ասել եմ, այնտեղ լիքը նորմալ մարդիկ կան, կթողնեն եւ կգան։ Հանգիստ, անհոգ եղեք, կգան։ Որոնց վրա կոմպրոմատ չկա, որոնք վարկյալ չունեն կոմպրոմատի, որոնք իշխանության բանով փառքով չեն տարապում։ Բաներ կա, որոնց մասին հիմա պետք չի խոսել։ Բայց որ հույսը տեսնում ենք, հողը տեսնում եմ եւ այո, հավատում եմ, որ լինելու է, այդպես է։ Իսկ աշխատանքներ տարվում են։ Այո։ Անկեղծ ամեն ինչ խոսում ենք բաց, բայց բաներ կա, որ պետք չի բացել, չենք բացում, խնդրում մեզ օբյեկտիվ հասկանալ։ Ընդդիմադիր շարժումների տարբեր փուլերում տարբեր վարչապետի թեկնածուներ են եղել, բայց դրանք այդպես էլ մնացել են որպես վարչապետի թեկնածու։ Դուք մտավախություն չունեք, որ Ոչ։ Դա մտավախություն չի։ Ոչ թե որ ես բոլորից լավն եմ, դրա համար ոչ։ Բացարձակ նման կարծիք չեմ ուզում հայտնել։ Բայց մենք process ենք սկսում եւ հավատում ենք այդ process-ի հաղթական ավարտին եւ ես ասում եմ, ես մինչեւ վերջ գնալու եմ եւ հավատում եմ, որ հաջողություն ենք ունենալու, դրա համար ասում եմ ոչ։ Ուրիշ բան չհասկանան։ Ուշադրություն դասեք։ Մինչև process-ի ավարտը, թե մինչև process-ը։ Process-ի ընթացքում նման կարիք չկա հրաժարական տալու։ Եթե process-ը հաջողությամբ ավարտվի, դա բնականաբար է։ Պարոն Համբարձումյան, դուք որպես համայնքապետ կխնդրեի ձեր կարծիքը վերաբերմունք արտահայտեիք Փարաքարի խոշորացված համայնքի դեպքով ծանր ողբերգական դեպք հեծրել հողին հանձնեցին Վալոդիա Գրիգորյան, դուք շփում ունեիք նրա հետ։ Մտերիմ ընկերական հարաբերություններ ունեի Վալոդիայի հետ, այսօր սկզբից գնացել եմ այնտեղ, նոր եմ եկել։ Իրականում շատ ծանր ու դաժան դեպք է, այլ կարծիքներ հայտնելուց զերծ կմնամ։ Սրա տակ քաղաքական ենթատեքստ կա, թե Չեմ ուզենա նման կարծիքներ հայտնել, թող քննությունը գնա հասկանանք ինչ ա եղել, նոր խոսենք, ինչքան գիտեմ արդեն կա կալանավորված անձ։ Ձերբակալված կալանավորված, հա։ Ինչքան գիտեմ, նու առավոտյան էլ կար այդ խոսակցությունը, հիմա թող հայտարարություններ լինեն, հասկանանք ինչ ա։ Ալեն Սիմոնյանն էլ էր նոր ասում է քաղաքականը բացառված է, մենք մարդ չենք սպանում, ծեծում, որովհետեւ մի քիչ առաջ։ Մի քանի օր առաջ էլ էր ասել։ Դա Ալեն Սիմոնյանի կարծիքը ինձ բնավ չի հետաքրքրում։ Նկատի ունեք անձնական հողի վրա, թե քաղաքական ինչ-որ։ Չեմ կարող, վայ ջան, անկեղծ չեմ կարող կարծիք հայտնել։ Ես քիչ գուշակություններ զբաղվելու բնավորություն չունեմ, էլի հասկանալ։ Շփումները, փորձը, անցած ճանապարհը ոնց է։ Իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ, որի մասին չեմ ուզում խոսել։ Շնորհակալ եմ։ Իսկ ինչքան եք մնալու այստեղ, պարոն Համբարձումյան։ Ինչքան որ պահանջվի, հասկանանք երբ ավարտվում։ Լավ, ավարտելուց հետո ինչ է սպասվում, ինչ-որ բաներ արվել են, ինչ-որ գործողություններ, Մի անգամ այսօր ասել եմ, կրկնվեմ, երբ որ գործողություններ լինեն, կլինեն հայտարարություններ, դուք վստահաբար տեղյակ կլինեք։
Հիմա այստեղ հավաքված քաղաքացիներ օրինակ հիմնականում ձեր կողմնակիցներ են, թե նաև Հայաստան Դաշինքի կողմնակիցներ Չեմ կան։ կարող ասել։ Չեմ կարող ասել։